Պետք է միավորել բոլոր ուժերը, հավաքվել միտեղ, դարձնել մեկ բևեռ եւ այդ միասնական ընդունած որոշումները իրականացնել բոլորը միասին, բոլորս քաղաքական բոլոր ուժերը միասին։ Դա պետք է անեն։ Ինչի որ մեր քաղաքական ուժը տարիներ աշխատում է եւ տանում է այդ գիծը, որ դա այտենց լինի։ Գիտեք, լարմաս ծրագիրը հենց դրա մասին է։ Ամեն ինչ կա։ Հիմա նոր մարդիկ հայտնվում են դաշտում եւ ինչ-որ թեմաներ են խոսում, կիսատ-պրատ, առանց ընդհանուր պատկերացումներ ունենալու են։ Գիտեք, դանդաղացնել պետք չէ, չէ՞, այս գործընթացի վերջում։ Նայեք, մենք ոնց որ խոսում ենք բարձրագույն մաթեմատիկայի մասին, սրանք եկել են թվաբանությունից են խոսում։ Ամեն ինչ կա, ամեն ինչ ստեղծված է, պետք է հավաքվել դրա մեջ։ Դա նորից եմ կրկնում, դա մերը չի, մեր սեփականը չի, մեր քաղաքական կուսակցությունը ունի մեր ծրագրերը, բայց մեր ծրագրերից բացի կա համազգային ծրագիր, որի տակ պետք է մտնել, պետք է ձևակերպել ու ձևավորել, դա կլինի ամենամեծ օգնությունը հայ առաքելական եկեղեցուն եւ հնարավորություն կտանք, որ մեր ազգային բոլոր ծրագրերը կարողանանք իրականացնել։ Եկեղեցու դերը քրիստոնեական գաղափարները տարածելն է եւ մեր միասնությունը ապահովելն է, նպաստել, որ այդ միասնությունը լինի։ Բոլոր նրանք, ովքեր պարակտում են մտցնում եկեղեցու մեջ, դրանք հայ ազգի թշնամիներն են։ Բոլոր նրանք, ովքեր հայ ազգի եկեղեցու մեջ, եկեղեցականներին իրար դեմ են հանում, նպաստում են դրան, դրանք էլ են թշնամի։ Հասկանում եք, այտենց չի կարա այտենց լինի։ Մենք մի ազգ ենք, մենք պետք է կարողանանք իրար ներել, պետք է կարողանանք իրար սիրել, պետք է առաջնահերթը լինի լավ բաները տեսնելը։